Մաս երկրորդ, մենք շարժվում ենք առաջ ու ինձ թվում է այսօր ես ձեր նոտաները կարդալու աշխարհայացքը 180 աստիճան շուռ եմ տալու։ Նաև ոնց որ խոստացել էի, մենք մի քիչ կխոսանք ֆիզիկայի գրավիտացիոն օրենքի ու երաժշտության իր հետ ներդաշնակության մասին։ Ուրեմն, ինչ վերաբերվում է նոտաները կարդալուն, ոնց որ մենք հասկանում ենք, նույնիսկ ամենալավ նոտաները, օրինակ եթե վերցնենք ուրթեքստ, օրիգինալ տեքստը, այսինքն ոչ մի տպագրողի, հրատարակողի կարծիքը այստեղ չկա, ինչ որ զուտ բախն է գրել, դա մենակ կա, շատ կարևոր է սա ունենալը, բայց նույնիսկ ամենալավը, նույնիսկ եթե նայենք ձեռագիր գրված այդ manuscript-ին, ինչ որ բախն է գրել, դա մեկ է, ինքը թարգմանվել է օրիգինալ մտքից։ Այսինքն, այստեղ շատ թարգմանություններ կան ու շատ բաներ կարող է կորեն այդ թարգմանելու ընթացքում։ Օրինակ, եթե ստեղծագործողը ինչ որ բան է ուզում իր լսողին տալ, դա շատ կամուրջներով պետք է անցնի։ Ու դրանք բոլորը վտանգավոր տեղեր են, վտանգավոր կետեր։ Ու ինձ թվում այսօրվա դրությամբ ամենավտանգավորը նոտաներն են, որտեղ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ոնց կարդալ նոտաները։ Ու ես ի նկատի չունեմ, որ մարդիկ չգիտեն, թե դո դիեզը ինչա նշանակում կամ 1/100 տևողությամբ նոտան ինչա նշանակում։ Ես դա ի նկատի չունեմ։ Ես լրիվ ավելի, ճիշտն ասած, ամբողջովին, ճիշտն ասած, ուրիշ ինքը եւ տարական, բայց շատ ավելի խորը բանի նկատի ունեմ, որ ձեր հետ կիսելու եմ։ Բայց նայենք այս կամուրջներին շատ արագ, ուրեմն սրտից որպես ստեղծագործող իմ մեջ բխում է երաժշտությունը, դա թարգմանվում է իմ ուղեղին ու իմ ֆիզիկական կարողություններին ու այս էտապում ինչ որ բաներ կորելու են, ոնց որ երբ որ մենք թարգմանում ենք յուրաքանչյուր բան, ու հետո դրանից հետո ես պետքա գրեմ թղթի վրա ու այդտեղ են արդեն շատ բաներ կորելու ու կորում են 100%։ Ու հետո տալիս ենք դա մենք տպագրողին ու ով իմանա, թե իրանք ինչ գործ կանեն, ոնց կգրեն, այդտեղ է մի բան կորում, չէ՞։ Ու հետո վերցնում է երաժիշտը այս նոտաները ուզում է կարդա ու այսպես շարունակվում է։ Հիմա շատ շարունակեմ այդ ուղին, բայց այդ կամուրջները ներկային նույնիսկ նոտաները գրվելուց հետո, տպվելուց հետո, որտեղ մենք պետք է հասկանանք, թե առաջերտին այդ նոտաները ոնց կարդալ, որ այսօրվա բուն թեմայից մեկն է, բայց դրանից հետո պետք է մենք դա մեր բանականության միջոցով հետո ոնց որ թարգմանենք մեր սենց ասած կամուրջը դեպի մեր ֆիզիկական ընդունակությունների, մեր ճաշակի հետ կապված, մեր հոգևոր աշխարհի, ամեն ինչ հետ կապված մտնում արդեն դաշնամուրի կամ ջութակի մեջ, որն էլ լինի այդ գործիքը, ու հետո դրանից հետո պետքա ինքը մտնի, ասենք, լսողի միտքը ու հուսովենք մտքից էլ սիրտը։ Բայց այսօրվա դրությամբ ամենակարևոր կետը, որը ինձ թվում է շղթայի ամենաթույլ մասն է, այլ նոտաներ կարդալն է։ Հիմա օրենք։ Ու եթե ես սխալ եմ, խնդրում եմ ինձ ապացուցեք, որտեվ ես չեմ ուզում սխալ լինել։ Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ, բայց եթե ես սխալ եմ, ես իմ սխալը կընդունեմ։ Բայց եթե ես ճիշտ եմ հիմա, ինչ որ ասելու եմ, ճիշտ եմ ասում, ու դուք չընդունեք իմ ասածը, ուրեմն ինչ որ արդյունքներ, որ դուք ունենաք կյանքում, դուք արժանի եք դրան, որտեվ դուք ճշմարտությունը չլսեցիք ու անտեսեցիք։ Ու ճշմարտությունը սա է։
որ երբ որ մեծագույն ստեղծագործողները գրում են իրանց միտքը թղթի վրա, իրանք ժամանակ, թանակ ու էներգիա չեն ծախսում, որպեսզի գրեն այն, ինչ որ նորմալ է։ Իրանք միայն դնելու են նշաններ, որպեսզի մեզ ուղղորդեն, որ հասկանանք ու անենք այն, ինչ որ անբնական ու աննորմալ է։ Կամ այն, ինչ որ միգուցե նորմալ է, բայց քանի որ կան շատ անգամներ բնական ու նորմերի մեջ շատ տարբեր ձևեր կատարելու, իրանք ուզում են կոնկրետ մենք իրանց գրած ձևով կատարենք։ Հիմա ես գիտեմ, որ շատ երկար նախադասություններ, մի հատ նորից ավելի կարճ ասեմ։ Մեծագույն ստեղծագործողները, կոմպոզիտորները միայն գրում են ինչ որ անբնական է կամ այն ինչ որ շատ կարևոր է կատարել իրանց ուզածով, ուզած ձևով։ Ու եթե դուք ուշադիր լսեցիք ինձ ու հասկանում եք ես ինչ եմ ասում, ես շատ վախենալի բան եմ ձեզ ասում, որտեվ ես իրականում սա եմ ասում, որ նոտաների մեջ համարյա ոչ մի բան գրված չի։ Ես դա եմ ասում։ Այսինքն շատ բաներ կան, որ նորմեր են, բնական օրենքներ կան երաժշտության մեջ, որ մեծ կոմպոզիտորները հասկանում են, որ կարիք չկա գրելու։ Թե մենք ոնց ենք այս մի քանի 100 տարվա ընթացքում սենց անկում ապրել, որ հիմա մարդիկ նույնիսկ գաղափար չունեն, թե նորմերը ինչա, ես չգիտեմ, դա ուրիշ հարց է, այսինքն ես գիտեմ, կարծիք ունեմ դրա մասին, բայց 100% չգիտեմ։ Բայց ես 100% գիտեմ, որ մենք անկում ենք ապրել, որ այսօրվա դրությամբ մարդիկ գաղափար չունեն, թե նորմերը ինչ է։ Հիմա օրինակ դուք ինձ կասեք, դու ինչի նկատի ունես, քո ասածը ինչ է։ Իմ ասածը էս է, շատ կարևոր է իմ ասածը։ Որ օրինակ մենք բացում ենք Բեթհովենի սոնատան, հա, կամ սիմֆոնիան, կամ կվարտետը, կամ տրիոն, կապ չունի։ Բեթհովենը ընդհանրապես սենց է գրում։ Շատ դետալներ կան։ Նոտաները ամբողջովին լցված են սֆորցանդոներով, պիանո, ֆորտե, լեգատո, ստակատո, SNNN։ Ու մենք նայում ենք այս նոտաներին, ու մեզ թվում է, թե մենք եթե դա անենք, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու, որը երևի նույնիսկ երևի 10%-ը չի կազմում այդ նոտաների այդ թարգմանելը, որ եթե դուք տենց եք թարգմանում այս նոտաները, դուք լավ արդյունք չեք ունենալու։ Ու ես տեսնում եմ հիմա լիքը վատ արդյունքներ։ Եթե իմ ասածը սխալ է, ուրեմն նշանակում է, որ եթե մենք բացում ենք Բախի երաժշտությունը, կապ չունի։ Ասենք բացենք 4-րդ բարձիտան։ Բացում ենք Բախի երաժշտությունը ու համարյա ոչ մի բան, համարյա միշտ գրված չի։ Դա նշանակում է, որ մենք ոչ մի բան չենք անելու, չէ՞, ուղղակի նոտաներն ենք խփելու։ Մերկ նոտաներն ենք նվագում, այսպես ասած։ Չէ, դա ուղղակի հիմարություն է։ Ու ուղղակի ես ապշած եմ, թե ինչքան մարդիկ իրոք տենց են Բախ ոչ միայն նվագում, այլ ուրիշներին սովորացնում ու ուրիշների երեխաներին փչացնում իրանց միտքը։ Ու դրա համար էլ մարդիկ մեծանում են, ասում են ես Բախ չեմ սիրում։ Ես չեմ էլ իրանց մեղադրում, ես էլ չէի սիրի, եթե ինձ տենց սովորացնեին կամ տենց նվագեին իմ համար։ Չէ, երբ որ այստեղ ոչ մի բան գրված չի, դա չի նշանակում, որ այստեղ անելու բան չկա, ու ես նաև զգուշացնեմ ձեզ, եթե դուք հիմա ինձ ուզելու եք ու չեք կարողանալու, իմ նման մարդուն հաստատ չեք կարողանալու, իմ հետ նստեք ու խոսակ, որ դե գիտեք ոնց Բախի ժամանակ Բախի հիմնական գործիքը եղել է կլավեսինը կամ clavichord-ը կամ չգիտեմ երգեհոնը ու այդ դաշնամուր ինքը չի ունեցել, մենք դաշնամուրի վրա
կարող ենք միգուցե եթե խոսանք դինամիկայի մասին օրինակ մենք կարող ենք օրինակ նվագել ֆորտե պիանո բայց ինքը այդ կարողությունը չունեցե դա ուղղակի ծիծաղալու մտածելակերպ է ծիծաղալ ես այդ թեմայով հիմա չեմ ուզում շատ խորանամ բայց դա ուղղակի ծիծաղալու է որովհետև եթե նույնիսկ դա ճիշտ լիներ Բախի ժամանակ եղել է ջութակ, որը դա կարող էր անել, թավ ջութակ, որը դա կարող էր անել, parza ուրիշ ձևով, նույն ոնց ասած modern չի եղել, հնադարյան իրանց ջութակն ա եղել, բայց դա կարողացել է այս բոլոր ֆունկցիաները անի։ Էլ չեմ ասում ամենակարևոր գործիքը ձայնը մարդու։ Իսկ իհարկե եթե խոսենք լուրջ harpsichord կամ clavichord կամ երգեհոն նվագողի հետ իրանք ձեզ ցույց կտան թե իրականում այդ գործիքը ինչքան հնարավորություններ ունի այսինքն մենք եթե հետ գանք ու նայենք Բախի գրածին Սկարլատի գրածին նույն ժամանակաշրջանից Հենդելի գրածին իրանք բոլորը 1800 ինչ եմ ասում 1685 թվին են ծնվել Բախը Հենդելը Սկարլատին ու իրանք համարյա նույն ձևով են գրել այսինքն համարյա ոչ մի բան չեն գրել Կան բացառություններ, հասկանում եմ, գիտեմ, բայց համարյա ոչ դա չի նշանակում, որ ոչ մի բան չկա անելու, այսինքն մենք մատորի նման պետք է ավտոմատ նվագենք, առանց տեմպը մի միլիգրամ փոխելու ու դինամիկան առանց մի միլիգրամ փոխել, դա ուղղակի абսուրդ է, абսուրդ։ Ու այդ абսուրդը առաջ տանողները շատ են հիմա։ Այսինքն մենք պետք է հասկանանք երաժշտության նորմերը որն է Երաժշտության նորմերը որն է ու երբ որ նայում ենք հետո Մոցարտի գրածը որ ասենք մի քիչ ավելի շատ է գրել ոչ թե այդքան ինչ որ Բեթհովենը բայց եթե Մոցարտը գրում է օրինակ forte դա նշանակում է որ դու նվագելու ես 20 տակտ ամեն նոտան forte թե միգուցե այդ forte-ն նշանակում է որ այդ 20 տակտի ասենք 70%-ը forte է բայց մնացած 30-ը piano բայց որ ես ոնց իմանամ որ տոկոսն է piano իմ ասածը է դա որ համարյա ոչ մի բան ստեղ գրված չի ոնց որ Գուստավ Մահլերը մի անգամ շատ լավ ձևով ասեց ասում է նոտաների մեջ ամեն ինչ գրված է բացի ամենակարևորից կամ օրինակ եթե նայում ենք Շոպենի գրածներին հիմա մենակ դաշնակարների հետ եմ խոսում Եթե Շոպենը գրում է նույնիսկ պեդալները այդքան դետալով կամ գրում է թե ինչ մատներով պետքա մենք նվագենք դա նշանակում է որ ուրիշ նոտաների մեջ ինչ մատ ուզենք կարող ենք օգտագործենք չէ մենք պետք է հասկանանք ինչու է ինքը դա գրում որովհետև դրանք բացառություններ են կամ շատ կարևոր է դրա համար է գրում ինքը կոնկրետ ինչ որ ձայն է ուզում շատ անգամներ օրինակ Շոպենը եթե գամա է իջնում է մենք սովորել ենք որ գամայի ընթացքում մենք օրինակ նվագենք չեմ 5 4 3 2 1 հա բայց շատ անգամներ Շոպենը օրինակ նայ 5 5 5 5 5 ինչու է գրում որտեվ Շոպենը նվագել չգիտեր չէ ճիշտն ասած հետաքրքիր է Շոպենի կյանքը ուսումնասիրելը որտեվ Շոպենը դաշնամուրի դասատու չի ունեցել ինքը ունեցել է երկու դասատուներ որոնցից մեկը եղել է իմ հիշելով ջութակահար, մյուսը եղել է օպերայի կոմպոզիտոր։ Թե Սմարտը ոնց է այդ երկուսից կարողացել գիտություն վերցնի ու դառնա համար 1 դաշնակահարը իր ժամանակաշրջանի ու միգուցե ամբողջ պատմության մեջ որպես համար 1 իմ կարծիքով Շոպենն է դաշնամուրի համար։ Ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ Եթե Շոպենը գրում է 5 5 5 5 5 ուրեմն դու պետք է իմանաս որ դա աննորմալ է ու պետք է սկսես հասկանաս թե ինչու է ինքը դա գրել այ ինչու է դա աննորմալ հա հասկացանք բայց այ ինչու է ինքը դա ուզում ու շատ անգամներ դա նշանակում է որ ինքը մեզ այդ մատները պարտադրելով մեզանից այդ մատների օգտագործել, այսինքն պարտադրելով ինքը մեզ մեր տեմպը դանդաղացնում է կամ արտիկուլյացիան կարող է փոխվի կամ միգուցե դա պեդալի հետ է կապված ցույց է տալի որ առանց պեդալի դա լավ չի հնչի իսկ ինչ վերաբերվում է պեդալին դա լրիվ ուրիշ
հարց է, մենք կարող ենք էլի անդրադառնանք, բայց ինչքան էլ որ օրինակ Շոպենը պեդալ գրել է, հաստատ բոլորից ավելի շատ, դա չի նշանակում, որ երբ որ ինքը պեդալ չի գրել, ուրեմն չենք նվագում։ Դա ուղղակի ծիծաղալու միտք է։ Շոպենը եթե պեդալ չի գրել, նշանակում է շատ անգամներում, որ դու ուղղակի քո ճաշակով պետք է ընտրես, թե պեդալը որն է, կամ շատ անգամներ հնարավոր է պեդալ ինքը չի ուզում։ Այսինքն այսքան բարդ է, մեր գիտությունը այսքան բարդ է, մենք պետքա դառնանք ոնց են ասում այդ անգլերենով ասում են FBI investigator, այսինքն դու գնում ես ինչ-որ տեղ, ինչ-որ վատ բան է կատարվել ու պետքա ասում ես ոչ մեկին չկպնեք, ոչ մի բան չկպնեք, ես պետքա սկսեմ հետազոտեմ, որ հասկանամ ասենք այս վատ դեպքը որ կատարվել է, ով ինչ արել, որ կարողանանք այդ մարդուն բռնենք։ Այդ հետազոտական միտքը մենք պետք է ունենանք, որովհետև մենք նայում ենք ինչ որ բանի, ինքը կատարյալ չի, ինքը թարգմանվել է մի քանի տակ, հարյուրավոր դարեր անցել, այսինքն հարյուրավոր տարիներ անցել, ու մենք պետքա նայենք ու հասկանանք, թե այստեղ ճշմարտությունը ինչ է, ու հասկանանք երաժշտության նորմերը։ Լավ, ես չգիտեմ, թե ինչքանով եք իմ ասածը հասկանում, ես ճիշտն ասած այդքան հետաքրքրված չեմ, որ այս ամեն ինչը սենց ասած ծամեմ դնեմ ձեր բերանը, ինձ դա չի հետաքրքրում։ Եթե իմ նկարահանած վիդեոները տենց մարդկանց համար չեն։ Իմ նկարահանած վիդեոները նենց մարդկանց համար են, որ իրանք պետքա ունակ լինեն, նստեն, աշխատեն, իրանք իրանց վրա աշխատեն։ Այդ մարդիկ ինձ թվում է շատ լավ էլ հասկանում են, թե ես ինչ եմ ասում։ Հիմա շատ հասարակ օրենք նորից շեշտեմ ու հիմա անցնում ենք առաջ։ Այդ օրենքի հիման վրա մենք առաջերտին պետք է հասկանանք ամենաթույլ շղթան ոնց ամրացնենք, որ հետո խոսանք ֆիզիկական ասենք օրենքների մասին, ֆիզիկայի օրենքների մասին կարող ենք խոսանք, թե ասենք քեզ ֆիզիկապես ոնց պահես, մտավորի մասին կարող ենք խոսանք, բայց այսօրվա դրությամբ մենք պետք է ամենաթույլ տեղից սկսենք, թե այս նոտաները ոնց կարդանք։ Ու նորից եմ ասում, վատ կոմպոզիտորներին սա չի հետաքրում, խնդրում եմ ինձ մի բերեք վատ կոմպոզիտորը, ասեք, տեսեք, այս մարդը ամեն ինչ գրավ, որտեղ ինքը վատն է, ինքը ոչ մի բան չի հասկանում, ինձ չի հետաքրում իր գրածը։ Ոչ էլ ձեզ պետք է հետաքրքրի, որտեղ մեր կյանքը շատ կարճ է։ Ձեզ շրջապատեք ամենալավով, ինչքան որ հնարավոր է։ Ու ես սա գոռոզ ձևով չեմ ասում, մենք ընտրության իրավունք ունենք։ Ոնց որ նույն ձևի որ գնում եք կոշիկ առնելու, ամենավատը չեք առնում, ինչա որ այդ վատ կոշիկ ստեղծող կամպանիան իրան լավ զգա։ Չէ, դուք գնում եք ամենալավն եք առնում, չէ։ Ուրեմն ամենալավ երաժշտությունը լսեք, որովհետև դուք ինչ որ լսեք, դուք դա եք դառնալու։ Դուք ինչ որ ուտեք, դուք դա եք դառնալու։ Դուք ում որ լսեք, ում խորհուրդը որ լսեք ու ընդունեք ու ինչ անեք, դուք դա եք դառնալու։ Կամաց դուք ձեր ապագան կերտում եք։ Որ երաժշտությունը շատ կարևոր է։ Հիմա օրենք նորից եմ շեշտում ու անցնում ենք առաջ։ Միջին կոմպոզիտորներին չի վերաբերվում, վատ կոմպոզիտորներին չի վերաբերվում։ Վերաբերվում է մեծագույն կոմպոզիտորներին։ Այս մարդիկ միայն գրում են ինչ որ աննորմալ է։ Կամ եթե նորմալ է, իրանք գրում են, որ դու պարտադիր այդ նորմը պաշտպանես, որովհետև շատ անգամներ տարբեր ձևի կարելի է նվագել։ Օրինակ, սկսենք մի հատ տեղից։ Ոնց որ ասեցի առաջին մասում, կապ չունի որտեղից սկսենք, բայց սկսենք։ Մի քիչ ինձ կներեք, ես նստեմ նորմալ, նայ։ 4 հատ գիրք է իմ առջև, չէ։ Ուրեմն, հիմա այս գրքերը բոլորը զրոյական հավասարակշռվածության մեջ են։ Ես հասկանում եմ, որ իրանք ունեն պոտենցիալ էներգիա, իրանց քաշի պատճառով գրավիտացիոն ուժը իրանց ուզում է անընդհատ ձգի երկրագնդի կենտրոնին, չէ։ Ու այս սեղանը իր ուժով այսօրվա դրությամբ պաշտպանում է այդ
այդքան ուժ ունի, որ կարողանում է իրանց հասցնի 0-ականի վրա։ Եթե ես ուզեմ այս նոտան, այսինքն այս գիրքը նույն բանն է, հեսա տեսնալու ենք։ Նոտան կամ գիրքը, եթե ես ուզում եմ այս նոտան բարձրացնեմ իր 0-ական վիճակից, ես իրան պետք է տամ էներգիա։ Այսօրվա դրությամբ այդ էներգիայի աղբյուրը ես եմ։ Ու ասենք բարձրացնում ենք այս գիրքը, չէ՞։ Սենց անեմ, որ ավելի լավ լինի, չէ՞, օդի մեջ։ Դժվար է։ Ես հաստատ սա չեմ ուզում ժամերով պահեմ։ Իմ համար շատ տխուր է լինելու, չէ՞։ Ու եթե ուզենամ ավելի բարձրացնեմ, ավելի է դժվարանալու իմ համար։ Իսկ եթե ուզեմ, ասենք, մի քանի հատ գիրք բարձրացնեմ, արդեն ավելի շատ էներգիա պետք է ծախսեմ, չէ՞։ Ու սենց։ Այսինքն մենք բոլորս ծանոթ ենք այս օրենքին, ու ում համար որ մենք երաժշտություն ենք նվագում, իրանք էլ են ծանոթ։ Նույնիսկ եթե իրանք չհասկանան կոնկրետ այս ձևով չեն մտածել, իրանք գիտեն։ Ու իրանք շատ լավ էս ամեն ինչը գիտեն, որտեվ այդ յուրաքանչյուր մարդ, եթե գա այս սեղանի մոտ ու իրան ասեմ, խնդրում եմ այս մատիտը բարձրացրու, ինքը հասկանալով որ այս մատիտը նույնիսկ եթե ինքը այս մատիտը չի շոշափել կյանքում, ինքը իր փորձի հիման վրա իմանալով որ այս մատիտը բարձրացնելու համար ինքը շատ ավելի քիչ ուժ պետքա ծախսի, քան թե այս գիրքը բարձրացնելու համար, քան թե այս 4 գիրքը բարձրացնելու համար, ու ել չեմ ասում, եթե իրան ասեմ, այս սեղանն էլ հետը բարձրացրու, չէ՞։ Նույնիսկ մարդ կա, որ առանց սեղանը փորձելու բարձրացնելը կարող ասի նայելով այս սեղանին, որ երկաթյա ոտեր ունի, որ ինքը չի կարող դա անի։ Այսինքն մեր հանդիսատեսը 100% լիարժեք կապված է ու 100%-անոց սպասումներ ունի ոնց որ բնական աշխարհում ֆիզիկայի օրենքներից ինքը տեղյակ է ու սպասումներ ունի որ քո նվագը այդ ձևի բնական լինի ու երբ որ ինքը բնական չի լինում դառնում ասենք ավտոմատի նման կամ ոնց որ ասենք համակարգիչն է նվագում այդ մարդը քեզ չի լսելու շատ ասենք կարող է մի 30 վայրկյան լսի բայց դրանից հետո արդեն շատ դժվար է լինելու քո նվագը դառնալու է ուղղակի ձայնի աղբյուր որը ոչ մի բան չի նշանակում օրինակ ասենք ժամացույցը կտ այսպես ու քանի որ ինքը նույն բանն է ասում անդադ ու վտանգ չենք զգում մենք դրանից մենք մեր ուղեղը սկսում է դա արհամարի դուք օրինակ տեսեք ձեր շուրջ բոլորը կան ձայնի աղբյուրներ որ ձեր տանն են բայց դուք ընդհանրապես իրանց չեք լսում ասենք խորը իմաստով էլի օրինակ սառնանի ձայն դուք հետ լսում եք ասենք նույն ձևով ոնց որ ուրիշ բաներին եք ուշադրություն դարձնում չէ ու մենք չենք ուզում դառնանք սառնարան կամ ժամացույց մենք ուզում ենք հիշեք շատ կարևոր բաներ ենք մենք ասում մեր լսողին ուզում ենք որ իրանց ինչ որ ձևով կյանքը փոխենք դեպի լավին չէ դա շատ դժվար է այսինքն մենք պետք է հասկանանք որ կան օրենքներ ու այդ օրենքները արտացոլվում են երաժշտության մեջ այնպես որ շատ հասարակ հիմա բան եմ ասելու թվալու է շատ հասարակ է բայց ինքը շատ խորն է ու եթե սա դու կիրառես քո երաժշտության մեջ շատ լավ է լինելու քո համար ու կան այս օրենքին բացառություններ բայց եկեք մի տեղից սկսենք ոնց որ յուրաքանչյուր առարկա իր բարձրացնելու համար իր 0-ական հավասարակշռվածությունից էներգիա է պետք նույն ձևի երբ որ մենք նվագում ենք նոտաներ ու ասենք այդ նոտաները բարձրանում են ասենք սենց ուրեմն եթե նույնիսկ ոչ մի բան գրված չի մենք պետք է հիշենք ֆիզիկայի օրենքը որ մենք էներգիա ենք ծախսում ու քանի որ սա ֆիզիկա չի սա ուղղակի թանաք է ու թուղթ մենք ոնց դա թարգմանենք ու դարձնենք ավելի բնական մենք պետք է էներգիա տանք այս նոտաներին
Եթե օրինակ հիմա չեմ ուզում շատ խորանամ, սկսեմ հարմոնիայի մասին խոսամ, տևողության մասին, ես հասկանում եմ, որ ոչ միշտ է սա աշխատելու, բայց իր ամենատարական ձևով, ամենատարական իր վերսիայով, ոնց ասեմ, սա ամենալավ լուծումը միշտ լինելու է, որ մենք crescendo անենք։ Ձայնը պետքա բարձրանա, որ ինքը բնական հնչի։ Ես չեմ ուզում ասեմ, որ օրինակ մենք չենք կարող նույնիսկ հակառակը անենք։ Մենք հակառակն էլ կարող ենք անենք, բայց մենք պետքա պատճառ ունենանք։ Բայց իմ ասածը այն է, որ եթե օրինակ ստեղծագործողը ոչ մի բան չի գրել, հա, ու նոտաները բարձրանում են, ուրեմն շատ լավ միտք է, որ ամենակիչը մի անգամ փորձենք անել բնականը ու տեսնանք ոնց է հնչում։ Եթե լավ չի հնչում, արդեն հաշվի առնելով շատ ուրիշ բաներ, շատ ուրիշ անսահման է, թե այդ բաները ինչ են։ Հարմոնիայից սկսած, ճաշակից վերջացրած ու այնտեղ կարող ենք նույնիսկ խոսանք կոնտրաստից, թե ասենք միգուցե նույն մոտիվը 5 րոպե առաջ է եղել, ասենք ուզում ենք համեմատվել, թե ուզում ենք որպես կոնտրաստ դա դնել, շատ բաներ կա։ Հիմա չեմ ուզում դրա մասին խոսամ, նենց որ չեմ ուզում որ ասենք մտածեք ես նեղ մտածելակերպ ունեմ ու ամեն անգամ երբ որ երաժշտության գիծը բարձրանում է վերև, ուրեմն պետք է մենք crescendo անենք։ Չէ, բայց նորմը է դա։ Նորմը է դա, ու մեծամասնությունը այդ նորմը չի գրելու։ Եթե մենք դա չանենք, վատ է լինելու։ Ու ես ուզում եմ դուք մի բան հասկանաք, որ տեսեք, ես հիմա ասում եմ, որ ամենաբնական բանը նա կլինի, որ մենք ձայնը բարձրացնենք, բայց ես չեմ ասում ինչքանով բարձրացնենք։ Ես չեմ ասում որտեղից սկսենք, ես չեմ ասում որտեղ վերջացնենք, ես չեմ ասում որ ամեն մեկը հավասար բարձրանա, թե ասենք ինչ որ մեկը, եթե սա 0-ն է, եթե սա 100-ն է, միգուցե սա լինի 10, 11, 12, հետո մի անգամից 100-ին գնանք։ Դա արդեն ուրիշ ավելի խորն է դա։ Այդպես բաներ ասենք հաշվելը, փորձելը, թե որն է լավ։ Եթե օրինակ ինձ հարցնեք, բնականը, բայց բնականը որն է։ Օրինակ բնականը ստեղ որ հավասար բարձրանան իրանք։ Ինչու եմ ասում, որովհետև ամեն մեկը մի աստիճան է բարձրանում։ Եթե ես օրինակ sense ներքևը գրեմ ցածկեր ու ամենավերջում եմ մի հատ մեծ ցածկ ինտերվալային առումով ինքը տարբերվում է։ Սա էլ է վերելք ապրում, բայց ստեղ եթե աստիճաններ են 1, 2 հավասար, ստեղ մենք ցածկում ենք, հետո նորից ենք ցածկում, բայց հետո ավելի մեծ է ցածկը։ Ու նույն օրենքն է, եթե ես ստեղ բարձրանում եմ մի քիչ, ուրեմն ստեղ էլ պետքա բարձրանամ, միգուցե համարյա նույն չափով, բայց ստեղ եթե ուզում եմ որ այս թռիչքը իրական լինի, ու յուրաքանչյուր երգիչ դա գիտի, դրա համար իրանք ավելի լավ երաժիշտ են բնականով։ Ու դրա համար երբ որ մենք ու իրանք դա անում են, դրա համար երբ որ մենք դաշնամուր ենք նվագում, մեզ շատ կօգնի որ մենք երգենք, որտեվ մեզ օգնելու է որ հասկանանք որ լավ չի հնչում, եթե մենք այդ ցածկը չարտահայտենք դինամիկայով։ Ու նորից եմ զգուշացնում, կան շատ բացառություններ կան, շատ անգամներ միգուցե մենք կարող է դա չանենք։ Եթե օրինակ նոտան շատ կարճ է, կամ ել չեմ ասում հակառակ եմ, չէ՞ սա գրում։ Մի քիչ sense դժվար է sense։ Կամ ել չեմ ասում, եթե կոմպոզիտորը շեշտի, որ սա եմ ուզում, նա եմ ուզում։ Նես որ շատ հասարակ այսօր օրենք, եթե նոտաները բարձրանում են, քանի որ մեր իրական կյանքում մենք բոլորս ծանոթ ենք գրավիտացիոն ուժին ու էներգիա պետքա ծախսենք, որ ինչ-որ բան բարձրացնենք, ուրեմն դուք պետքա էներգիա տաք ձեր երաժշտությանը։ Ու այս օրենքը նաև իր հակառակ ձևով աշխատում։ Երբ որ ես լարվածությունից խուսափելով այս գրքերը դնում եմ սեղանին, ձեռքը հանգստանում է,
Ուրեմն ես իմ երաժշտության մեջ, երբ որ անկում եմ ապրում, նոտաները իջնում են ներքև, ես պետքա ցույց տամ decrescendo անելով։ Ու ես ուղղակի ապշած եմ, թե հիմնականում, անկեղծ եմ ասում, հիմնականում դա գործիք նվագողներն են, որ սենց են անում։ Ու ցավում եմ ասեմ, որ ամենավատը գործիք նվագողների մեջ դաշնակահարներն են, որտեվ դաշնամուրը ինքը իրան արդեն նվագում է։ Բայց ես ուղղակի ապշած եմ, թե ինչքան մարդիկ կան, որ ուղղակի նվագում են առանց հաշվի առնելով այս բարձրունքները։